Շնորհակալություն, պարոն նախարար, հարցեր հիմնական զեկուցողին, Քրիստինե Պողոսյան։ Մի հարց, պարոն նախարար, ատեստավորման հետ կապված հարցերը ժամկետ կա, երբ ուժի մեջ մտնում, օրինակ հիմա այս պահին կնքված պայմանագրերի վրա դա ազդում է, թե չի ազդում։ Նրանք, ովքեր դեռևս ատեստավորում չեն անցել, բնականաբար իրենց վրա ազդեցություն կգործի, բայց նրանք, ովքեր արդեն պայմանագիր են կնքել ու նշանակված է ատեստավորման օր, իրենց վրա չի անդրադառնում։ Պարոն նախարար, տվյալ նախաձեռնությունը ենթադրում է, որ գրավչությունը բարձրացնում է եւ սոցիալական փաթեթի կառուցվածքն է ավելացնում, որի հիման վրա մենք ապագայում հանձինս պաշտպան Հարինյանցի, մեխանիզմների մենք կունենանք ավելի կրթությամբ օժտված սպայակազմի հեռանկար, ճիշտ ենք հասկացել։ Այո, եւ այս համատեքստում մի դիտարկում եմ ուզում անել, հարգելի գործընկերներ, ինչու հիմա այս որոշումը ընդունվեց, որովհետեւ նախկինում մեզ մոտ հետեւյալն էր. ուսումնական զորամասերում ժամկետային զինծառայողները անցնում էին մի ուսումնական պլանով, որը ավելի հեշտացված էր ըստ էության, իսկ պայմանագրային զինծառայողների համար պահանջները այլ էին։ Այսօր արդեն զինված ուժերում ներդրված է համահավասար սկզբունք, այսինքն ուսումնական զորամասերում ուսումնական process-ը, պատրաստությունը անցնում են եւ քննությունը տալիս են նույն չափորոշիչներով, ինչ չափորոշիչով հանձնում է սպան եւ պայմանագրային զինծառայողը։ Եվ քանի որ այս նույնականացումը արդեն արկա է, սա հիմք ընդունելով մենք մարդկանց երկու անգամ չենք չարչարում եւ ստացած գնահատականները, եթե ինքը համաձայն է դրա հետ, համարվում է ատեստավորման գնահատական եւ նոր փոփոխություններով արդեն երբ մենք ուսումնական զորամասերում ուսումը կդարձնենք 4 ամիս, կստացվի, որ 4 ամիս ծառայելուց հետո, ավարտական քննությունները հանձնելուց հետո պայմանագրային զինծառայողը կարող է համարվել ատեստավորված։ Նույնը վերաբերում է ռազմական ակադեմիան ավարտող մեր գործընկերներին, նրանք էլ իրենց հերթին հիմա ավարտական քննություններով կհամարվեն ատեստավորված եւ զորամասեր կգնան արդեն ատեստավորված եւ բարձր աշխատավարձով։ Նախկինում մենք նրանց ուղարկում էինք զորամաս, հետո 3 ամիս հետո մանավանդ որ շատերը արդեն մարտական հերթապահության տարբեր խնդիրներով էին զբաղված, դժվարանում էր նրանց կրկին վերադարձնել եւ քննությունների մասնակից դարձնել։ Այսինքն կարող ենք հաստատել, որ առաջին փուլը մենք ավարտել ենք կրթությունաբերվող մեր կրթահամալիրներին, որտեղ պարտադիր ատեստավորում դրել են, կապել ենք նաև կրթության հետ։ Հիմա ըստ էության այդ խնդիրը արդեն լուծված է եւ եթե նա ընդունվել է, արդեն օժտված են գիտելիքներով, որը բավարար է իրեն համարել ատեստավորված։ Այսինքն այդ շահարկման թեման արանքից դուրս է գալիս։ Պարոն Քոչարյան, դե սա շարունակական գործընթաց է, իհարկե պետք է դուրս գա շահարկման թեման, որովհետև ուսումնական process-ը ինչ է, ինքը շարունակական process է, վեր են հանվում խնդիրներ, բացեր, ընթացից դրանք շտկվում են եւ փորձում ենք դրանք դարձնել կատարյալին մոտ